Ողջույն։ Սիրիայում կենտրոնական իշխանությունների եւ քրդամետ ուժերի միջև զինված բախումները երկշաբաթյա կարծես ավարտին են մոտեցել եւ հրադադար հաստատվել։ Սիրիայի կառավարությունից հայտնել են, որ նախագահ Ալ-Շարան, Ահմադ Ալ-Շարան հրադադարի եւ քրդերի հետ ամբողջական ինտեգրացիայի մասին 14 կետանոց փաստաթուղթ է առաջ քաշել եւ այն արդեն ստորագրել։ Եվ այսօր նա սպասում է քրդերի զինված ուժերի ժողովրդական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի այցին Դամասկոս։ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների եւ հարակից թեմաների մասին կզրուցեմ Երևանի պետական համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող եւ արաբագետ Հայկ Քոչարյանի հետ։ Բարև պարոն Քոչարյան, շնորհակալություն եք հրավերը ընդունել համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Քոչարյան, ինչից սկսվեց Սիրիայում այս երկշաբաթյա եթե հակիրճ այս զարգացումները եւ ինչով ավարտվեց։ Արդյոք քրդերը ի վերջո անձնատուր եղան։ Խնդիրը առաջերվանց է, որ այսքան փոխվեց իշխանությունը Սիրիայում, քրդերի ինտեգրացիայի հարցը եւ քրդական հարցը ամենախորքային դժվար լուծող հարցն էր։ Դրա ուղղությամբ կենտրոնական Դամասկոսը բազմաթիվ քայլեր արեց, փորձեցին տարածաշրջանի տարբեր դերակատարներ իրենց դիրքավորումներ ելնելով տարբեր միջնորդական դերակատարություն էին կատարում։ Անցած տարի մարտին ստորագրվեց համաձայնագիր երկու կողմերի միջև, որով նախատեսվում էր ինտեգրացիոն ճանապարհով որոշակի պահանջներ քրդական կողմը ուներ, որոշակի պահանջներ Դամասկոսը ուներ, բայց քրդական կողմը ավելի լայն ինքնավարություն էր ուզում եւ այնտեղ խնդիրը հիմնական որ նկատել էր քրդական տարածքները կարելի ասել երկու ֆակտորի մասին գործում կա ուժային, որին նշեցիք Մազլումը գնում է հանդիպման, սա բանակի ուժային ստրուկտուրաների ղեկավարն է։ Եվ կային տարբեր քաղաքական կուսակցություններ, որոնք իրենց քաղաքական դիրքից ելնելով չէին գնում համաձայնության։ Անզիջում դիրքից։ Այո։ Բայց իրավիճակը փոխվեց այս տարի կարելի ասել այն երբ որ հիմնական խնդիրը ստեղ Միացյալ Նահանգների դիրքավորումն էր եւ Իսրայելի հետ կապված հարցերն էին։ Մենք տեսանք, որ տեղի ունեցավ Իսրայելի եւ Սիրիայի միջև Փարիզում Միացյալ Նահանգների միջնորդությամբ բավականին լուրջ համաձայնություն երկխոսություն տեղի ունեցավ, որի արդյունքում առաջ անգամ հրապարակվեց, որ ինչ-որ համաձայնության են եկել, ստորագրեցին որոշակի պայմանավորվածություններ, հիմնական կետը, որը կարելի ասել, դա ստեղծել խողովակ կամ միասնական մարմին, որը կոորդինացնի այս երկու կենտրոնների հետ իրենց գործողությունները կապված Սիրիայում տարբեր այսինքն մարտահրավերներ, որոնք որ Իսրայելը իր համար տեսնում էր։ Այսինքն եթե կոպիտ ասենք, այսինքն քրդերը մնացին առանց պաշտպանության արտաքին։ Եթե կոպիտ ասենք, սա նշանակում է, որ որոշակի պայմանավորվածություններ կան, որտեղ Իսրայելը այս պահին չի օգտագործում իր այն հնարավորությունները, որոնք ունի քրդերի հետ կապված, ինչու՞ տարբեր կարան եզրակացության կան, որտեղ սա կա Միացյալ Նահանգների ֆակտորը, որտեղ Միացյալ Նահանգներն են միշտ եղել հովանավորը եւ դաշնակիցը քրդական ուժերի, բայց վերջի զարգացումները, որոնք եղան Հալեպի հյուսիսում եւ այս շղթան, որը շարունակվում է, այսինքն ցույց է տալիս, որ քաղաքական եւ ռազմական աջակցություն չկա Միացյալ Նահանգների կողմից, այդտեղ կենտրոնական Դամասկոս նաեւ Թուրքիայի աջակցությամբ այն տակտիկական հարցերը, որոնք լուծում են, բերել են նրան, որ ամբողջ ճակատով արևելյան հատվածը եփրածին կողմ, որ մենք համարում ենք քրդական քրդական տեղեկատվությունը, սա փլուզվում է։ Հայտարարվեց, որ հայտարարեց, որ ռական դերձորը անցել են իշխանություն, այսինքն միացել են Դամասկոսի ենթակայության տակին անցել, բոլոր այն ուժերը, այնտեղ տարբեր ձևակերպումներ կա, որոնք այն ինստիտուտները, որոնք կային քաղաքացիական վար, բոլորը անցնում են Դամասկոսի վերահսկողության տակ։ Սա ամենակարևոր ֆակտորներից, որոնք կարելի ասել, այսինքն հայտնի դարձավ, որ
այդ Կոնակոյի հանքավայր գազա վերամշակման կայանը եւ Օմար հանքավայրը, որը այսինքն Սիրիայի ճգնաժամի առաջերվանց Միացյալ Նահանգներն տեղ էին եւ վերահսկում էին եւ չէին թողում, որ այսինքն մենք տեսանք տարբեր տեսակի զարգացումներ ամբողջ սիրիական ճգնաժամի ընթացքում, բայց այս երկու օբյեկտները մնում էին լուրջ վերահսկողության տակ, որտեղ սրանք ենթակառուցվածքներ, որոնք պետք էին։ Երկրի ամենամեծ պաշարներն էլ են, չէ՞, դեղտես։ Պաշարներ կան, բայց Կոնակոն ամենամեծ գազային կայանն է, Բաշխիչ, որը այսինքն վնասել է վերակառուցել շատ թանկ հաճույք է։ Այդ հայտնի դարձավ անցածով, որ դրանք անցել են արդեն տեղական արաբական ցեղերի վերահսկողության տակ։ Սա իշխանական թևի։ Այստեղ արդեն։ Այստեղ պետք է հասկանալ, որ իր արևելյան հատվածը, որը որ վերահսկում էին քրդերը, այնտեղ մենակ քրդեր չեն ապրում։ Այնտեղ ապրում են արաբներ, որոնց թիվը ավելի շատ է արաբական ցեղերի ենթակայում, քան քրդերի։ Եվ ցեղային տրամաբանության եւ բանով առաջնորդվելու մենք տեսել ենք ամբողջ այս ճգնաժամերի ընթացքում, որ սկսված Սիրիայում եւ Իրաքում, ցեղերը դիրքավորվում են իրենց մոտեցումը, եթե պայմանական ասենք հասկանալի, հետեւյալն է, սա մեր հողն է, սա մեր տարածքն է, այսօր ուժը սա են, այս ուժերը ներկայացնում, իրանց հետ են համագործակցում, այսինքն սա ինչ է ցույց տալիս, որ քրդական գործոնի հետ այս ցեղերը լավապական չեն կապում առնվազն այս պահին։ Համար հրաժարվել են դեմ են դուրս եկել, որով վերահաստատել իրենց իրավունք այս տարածքների հանդեպ, այսինքն շատ հավանական է եւ սպասելի է, որ արդեն իսկ հայտարարությունը հիմք ընդունելով ինտեգրվելու են Դամասկոսի հետ հարաբերություններում։ Պարոն Քոչյան, Ահմեդ Ալ-Շարան հրապարակել է եւ Սիրիայի կառավարությունը հրապարակել է 14 կետից բաղկացած համաձայնությունը, արդյոք դա տարբերվում է կամ նույնական է 2025-ի մարտի 10-ին հրապարակված համաձայնությանը, սա ավելի բարդ պայմաններ է ընդհանրում քրդերի համար։ Այստեղ կարևոր կետից մեկը, որ պետք է այնտեղ դժվար է հիմա անգիր 14 կետը համատել, բայց հիմնական կարևոր կետը այստեղ տեսնենք, որ քրդերեն լեզվի հետ կապված պաշտոնական կարգավիճակը եւ Նովրուզի։ Սա ոնց կարելի ասել ոչ թե զիջում, այլ փապկացնող վիճակը ապալարող մի գործողություն է, որտեղ փաստացի տեսնում ենք, որ քրդական ուժերը կամաց ներքաշվում են եւ այն ճակատային դիմադրությունը, որ ունեին կառուցած ու դիմադրում էին թե իսլամական պետությանը, թե Ասադյան ուժերին ժամանակին, այս գիծը քանդվել է մեծ հաշվով դիմադրողակացը, եւ այստեղ հարցը թե մինչեւ որտեղ կարողանան քրդերը կոնսոլիդացվել եւ պահել ինչ որ մի իրենց այդ ռազմական ներկայացում, ինչ կարող է չստացվի մոտները։ Այդ է ուսում հարցն է, սա ամբողջական ինտեգրացիա ենթադրում թե գործողությունն է, այս պահին գործողություն ենք, մենք այս պահին կարող ասենք որ ունենք Կոբանի շրջանում որոշակի քրդական կենտրոնացում եւ հասակայի շրջանում Սիրիայի կշարունակվի այս տեմպը հավանական որ կշարունակվի կախված է թե այսօր ինչ բանակցություններ տեղի կունենան եւ ինչի շուրջ կբանակցեն, որտեվ նախորդ Հալեպի շուրջ զարգացման ընթացքում տեսանք, որ սիրիական քրդական ուժերը Դամասկոսը, Իրաքում եւ Իրաքի քրդական ինքնավարության ներկայացնական բոլորը հավաքվել բանակցում էին։ Ու այն դեպքերը, որոնք այսօր տեսնում ենք զարգանում են, կարելի է արդեն ասել, որ այնտեղ բավական շատ չոր խոսակցություններ են եղել կապված հետագա հնարավորությունների ինտեգրման։ Այս պահին մեծ հաշվով քրդերը միայնակ են մնացել տարածաշրջանում, թե ներքին տարածաշրջանային խաղացողների, թե արտաքին տարածաշրջանից դուրս հիմնական խաղացողների աջակցություն չեն վայելում։ Հնարավոր է տեսականորեն, որ դուք էլ նշեցիք, թե չգիտեք դեռևս զարգացումները որ ուղղությամբ գնան, որ այս համաձայնությունը, որ այսօր սպասվում է Մազլում Աբդիի այցը Դամասկոս, լինի հերթական մարտի 10-ը, հա, այսինքն կողմերը պայմանավորվեն, բայց ի վերջո արդեն դիրքավորումն է տարբեր, այս թուլացած է քրդական ֆակտորը։ Այստեղ կա սպասելի է, որ կարող է լինել հաջորդիվ ռեպրեսիաներ, այսինքն որտեվ իսլամը իրենց
ընդհանրապես այդ շրջաններում անգամ որ վերահսկվում են քրդերի կողմից արաբական ցեղերի հետ հարաբերությունները տենց պետքան է լավ չէին։ Հիմա այստեղ կարող է շատ ավել հին վեճեր, հին պատմություններ առաջ կան, Օղակը սեղմովի, հա։ Հա, քրդական ուժերի շուրջ սեղմում է, այստեղ լուծումը մնում է այս պայդրությամբ այն իրավիճակը, որ ստեղծվել է տարածաշրջանում, ինտեգրվել է քրդերի համար, բայց որքանով գնան քաղաքական ղեկավարությունը, որտեղ ռազմականը որքան հետաքրքիր է նայում, եթե Twitter-ները նայում եք Մազլումի, ոնց որ թե դեմ չի ինքը ինտեգրման։ Բայց երեսս են քաղաքական ուժերը իրանք չեն տեսնում այդ ամբողջ կոնֆիգուրացիայի մեջ։ Այստեղ որտեղ մի քիչ պարզ է, որ նա տեսնում է իրան որպես ասենք ուժային ստրուկտուրաների մեջ մտած բաններով, բայց այստեղ ասում եմ բանակցություններ տեսնենք ինչով կավարտվի եւ բայց ակնհայտ է, որ քրդերը միայնակ են, իրենք պետք է այդ հասկանան ու իրենց հարցը լուծեն, այսօր որտեղ վաղը կարող է այդ նույն պայմանները չառաջարկեն իրենց։ Այդ մարտի 10-ի օրինակը հաշվի առնելով, մանավանդ դրանից հետո եկա զարգացումները, որովհետև կողմերը պետք է մինչև այս 25-ի վերջ ինտեգրվեին, բայց չեղավ։ Սա ինչի մասին է հուշում, որ վստահաբար կան կետեր, որոնց որ քրդերը անհամաձայն են, այսինքն որոնք են հիմնական կետերը, որոնք որ քրդերը անհամաձայնություն են։ Նախկինում համաձայն չէին ինտեգրվել ուժային ստրուկտուրաներում տարալուծվել։ Ուզում էին առանձին ստորաբաժանում, առանձին միավոր լինեին, ինքնավարություն էին ուզում օրինական ստրուկտուրաների մեջ, ինչը Դամասկոսը չէր կարող թույլ տալ, որովհետև դա ֆեդերալիզացիայի կամ պարակտման էր տանելու, այսօր այդ պահանջները կարծիքով չեն կարող առաջ տանել, որովհետև իրավիճակը վրա շատ է փոխված։ Այսինքն հիմնական խնդիրը այդ ռազմական թևի տարալուծման հարցն է։ Այսինքն այն միասնական վերահսկողությունը, որ ունեն եւ վերահսկում էին տարածում, որտեղ այդ տարածքները, որոնք վերահսկում են, այդ տարածքներ են, որոնք ընդերքը հարուստ է, նավթածխաջանային ռեսուրսներով, հանածոներով, հողային պաշարներ են մեծ, այսինքն ցորենի դաշտեր եւ այլ, որոնք այսինքն գյուղատնտեսական նշանակության ավանդական Սիրիայում ստրուկտուրաներից է, որ այս տարածքներն էին ապահովում ամբողջ երկրի, այսինքն սննդային անվտանգությունը։ Եվ ճգնաժամի ընթացքում Դամասկոսը ասադյան ուժերը ստիպված գնում էին քրդերից այդ ամեն ինչը։ Հիմա սա տրամաբանական, որ Դամասկոսը այսօր փորձում է ամբողջը վերահսկել, որտեղ առանց դրա դժվար է ապահովել պետության կենսունակությունը։ Եվ այն աջակցությունը, որ ունեն քրդերը այլևս չունեն այս հարցում, մնացել են միայն Դամասկոսին կարողանում շատ տալիս ավելի ազատ գործելու եւ հաստատելու իր իշխանությունը տարածքներում, նախորդին եղավ մեսիջները թե Եվրոմիությունից, թե Միացյալ Նահանգներից, որտեղ այս տարածքները ընկալվում են որպես միջանցքի կարևոր ենթակառուցվածքներ ապահովող տարածք։ Այդտեղ պետք է բոլորին, որ սա աշխատող միջանցք լինի, Թուրքիայից որ գնաց Սիրիա։ Կապ չունի, որ դուրս գա միջերկրական ծով, որտեղ այնտեղ Իրաքն է, հետո Իրանն է գալիս եւ ներքևում այլ խնդիրներ կան։ Կանդրադառնանք այդ թեմային, միջև այդ կուզեի նավթագազային պաշարներից խոսել Սիրիայում, որտեղ սա քիչ խոսեցված, քննարկված թեմա է, թեպետ ինչ պաշարների մասին է խոսքը, սա ինչ կարող է տալ գետնի վրա Սիրիային եւ արդյոք այնքան շատ են, որ կարող է հետո արտահանել եւ այլն։ Տեսեք, թվերով կդրվանամ հիմա ասեմ ծավալները, բայց ավանդաբար այդ ամբողջը ապահովել է Սիրիայի անվտանգությունը եւ անկախությունը էներգակիրներից։ Մինչև արաբական գարուն։ Մինչև արաբական գարուն, որտեղ կան գազ, կա նավթ եւ այս արաբական գարունից հետո այդ տարածքները, որոնք վերահսկում էին քրդերի կամ իսլամական պետությունները, ինչ որ մի ժամանակ հատված է ամբողջը վերահսկում, այդտեղ տեսանք, որ կար արտահանվում էր, դա սև շուկա էր գնում հիմնականում, բայց պաշարները այնքան են, որ բավարարում Սիրիային որպես երկրի միշտ բավարարել է եւ անվտանգությունը էներգակիրներից օտար ներկրման կախվածությունը բավարարել է եւ ապահովել է, այսինքն այդ ծավալները շատ մեծ չեն, որ արտանեն, բայց հնարավոր է արտանել, կապված թե ինչ պետք է ասեմ, որ այդ ոլորտն էլ չի արդիականացել բավական երկար ժամանակ։
Այսինքն սա էլ է դաշտ բացում երևի թե արաբական հարուստ երկրների համար ներդրումների եւ այլն, հա։ Կարելի է այդպես ասել, բայց հիմնականում այս պայծրությամբ խոսքը Սիրիայում նրա մասին է, որ վերակառուցել, այսինքն այն ամբողջ ճգնաժամի ընթացքով, որ անցել է Սիրիան, բավական մեծ ներդրումային հնարավորություններ է ստեղծում շինարարության ոլորտում, այսինքն գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, սրանք բոլորը քննարկվում են զուգահեռ այն օրը 2 օր առաջ իմ համար առաջի անգամ ես տեսա, այսինքն սոցցանցերում տուրիզմի գովազ Սիրիայի, որը չկար բավական երկար ժամանակ։ Այսինքն ինչ-որ բան սկսում է փոխվել, պետությունը դա փորձում է տենց մատուցել, այսինքն խնդիրը քրդերի հարցը եթե լուծվում է Դամասկոսի համար, մնում են դրուզների հարցը։ Իսրայելի սահմանը։ Սա էլ առանձին երևի փաթեթով կպայմանավորվեն, որտեղ այս պահին դրուզները հասկանում են, մի մասը փորձում է ինտեգրվել, մի մասը կոչամանկախ պետության եւ հայացքը ուղղում դեպի Իսրայել, բայց սա հաջորդիվ քրդական այս փուլը, որ ավարտվի Սիրիայի կենտրոնական իշխանության համար, կտեսնենք հաջորդ նաեւ այդ ուղղությամբ աշխատանքներ։ Շատ լավ, Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին կուզեի մի փոքր խոսել, եւ որն է իրենց դիրքորոշումը, որովհետեւ ավանդաբար իրենք այդտեղ ներկայություն ունեին եւ նշում են, որ իրենք նաեւ աջակցում էին քրդերին, բայց նաեւ Թոմ Բարաքը, ով հենց Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչներ, գոհունակությամբ այս հրադադարի համաձայնության մասին արտահայտվեց եւ նշեց, որ աջակցում են Սիրիայի տարածքին ամբողջականություն, այսինքն որն է այստեղ ամենից Ոչ մեկ երբևիցե ոչ մի պետություն գրեթե չի ասել, որ բոլոր աջակցում չի աջակցում, որտեղ բոլոր ՄԱԿ-ի բաներն ասադի ժամանակ բոլորը դրա մասին է, այսինքն միասնական Սիրիայի մասին է խոսքը, բայց Միացյալ Նահանգների դիրքորոշումը մերձավորական հետևյալն է, որքան ես եմ հասկանում, որ մենք չենք պատրաստվում ձեր տեղը ձեր հարցերը լուծենք։ Մենք այստեղ ենք անում ենք, որ այդ ամբողջը, եթե մեր դաշնակիցները չվերածվի բախումների, եթե պետությունների մասին է խոսքը։ Եթե ոչ պետական ակտորների մասին է, այսինքն ինչ որ տեսնում ենք քրդերի պարագայում։ Այսինքն այս պահին այն ինչը որ ակնկալում են բնականաբար ձեր շատակած բարակնել բանակցություններին կար ամբողջացլա թե ինչ է սպասվում, ոնց է սպասվում, ինչ դիրքորոշում Միացյալ Նահանգները, բայց քրդերը ընտրել են ոնց որ միշտ պայքարի ճանապարհը, որտեղ այդ բնորոշ գիծ է, այսինքն այդ ժողովրդի, որտեղ իրենք ամբողջ ընթացքում են այս process-ի մեջ, իրենց քրդական ֆակտորը sense կարելի է հասկանալ, բայց պետությունների տեսանկյունից, որտեղ դաշնակ Միացյալ Նահանգները փաստացի այսօր ձևավորված մեծարարական բոլոր պետությունների հետ բացի Իրանից բավականին լուրջ հարաբերությունների մեջ է եւ երկխոսում են, բայց տարածաշրջանային մակարդակում սա թողնված է իրար մեջ հասկանալու ով է տարածաշրջանում իր դիրքը ամրապնդելու, ինչը կարող տեսնեք թե Սաուդա Էմիրատական ճգնաժամում, թուրքական Թուրքիայի Իսրայելի ճգնաժամը, այսինքն սրանք լավ ցույց են տալիս Միացյալ Նահանգների դիրքավորումը, որ դուք իրար մեջ բարձեք ով է տեղ ում շահ ոնց է դուք ձեր շահերի համար պայքարեք, մենք ստեղ ենք նայում ենք, որ հանկարծ իրար հետ կռիվ չանեք։ Բայց մենք նաև նոր իրականության հետ հաշվի կնստենք։ Հա, որը տապացուցի, որ արժանի է այս արևիտակ ապրել, նա հետ է գործ կան։ Շատ է։ Այս Սիրիայի զարգացումները ընդհանրապես իրենց ազդեցությունը թողնում են արաբական աշխարհում եւ հիմա արաբական աշխարհը ինչ իրավիճակի առջև է կանգնում։ Իրեք ոչ թե Սիրիային, այլ Սիրիայի դեպքերը դրա ինչ որ շարունակությունն են։ Մերձավոր Արևելքում ստեղծա մի հատ իրավիճակ, որտեղ Սաուդա Էմիրատական տարաձայնությունները բացահայտ են արդեն արտահայտվում։ Այսինքն տարաձայնությունները եղել են, բայց դրանք արաբական այդ ավանդական ձևերի տոհմային բան, դրանք միշտ դրան հետևում են լուծվել այդ հարցերը։ Բայց այսօր տեսնում ենք, որ սաուդական
թագաժարանք այդ հանել է միջազգային մակարդակի։ Եմենում ակնհայտ ռմբակոծեցին սաուդական էմիրատական աջակցությանը, որը գասեր հարավային իշխանություններին անցումային Սոմալիում են բավականին այսինքն կոպիտ արձագանքում անգամ Սոմալին չնայած են բազմաթիվ ներդրումային պատետներ, որ ուներ Էմիրատը, այսինքն բոլորը կարելի ասել սահմանափակեց եւ էմիրատական ուժերին լքել տվեցին տարածքից։ Ինչն է հիմնական խնդիրը հիմա իրենց մեջ։ Խնդիրը տվյալն է, որ այդտեղ կա Իսրայել, որը որ բավականին ագրեսիվ ու կոպիտ է խաղում։ Սաուդական կողմը հասկանում է, որ Իսրայելը պետք է հարաբերությունը մի ձև բալանսավորի։ Միացյալ Նահանգները այդտեղ այդ հարցը չեն լուծում։ Իսկ ժամանակ հավասար չէ, բայց դաշնակիցներ են։ Դա համար ստեղծվեց սաուդա-պակիստանական դաշինքը։ Պաշտպանական։ Հիմա այս դաշինքին փորձ անում միանալ առնվազն ռազմական բլոկով Թուրքիան։ Էմիրությունները ավելի, այսինքն այդ առանցքի շուրջ է ձևավորվում, ինչ որ մի հատ առանցք։ Անունը դաշինք չի դա դեռ, բայց ինչ որ համագործակցություն է։ Թուրքա, պարսկա, թուրքա, սաուդա, պակիստանյան։ Մյուս կտոր էմիրությունները հասկանում են, որ այդտեղ իրենք կտրվել չունեն։ Որտեղ առաջին կա Սաուդյան Արաբիան, այնտեղ հետո կա մի ուրիշ ֆակտոր, որ ակտիվացել է այս ամբողջի արդյունքում, դա քաղաքական իսլամի ֆակտորն է, իսլամիստների ֆակտորն է, որի ամենակենսունակ մոդելը փաստացի որ ունենք, որ այսօր ցանցային գործում է, դա մուսուլման եղբայրների ստրուկտուրան է, որը այս երկրներում բավականին ակտիվ է, վերջշրջանում սաուդական միջավայրում տեսնում ենք, որ քարոզիչներ, որոնք կապված են, դրանք ակտիվացել են խանջիների հետ, բայց էմիրություններում դա արգելված թեմա է, դա այսինքն դա օրենքով համարվում է աբերչական ստրուկտուրա։ Հետաքրքիր է այս կոնտեքստում, որ Միացյալ Նահանգները օրերս երեք ճյուղերը մուսուլման եղբայրին ճանաչեցին աբերչական, որն են Եգիպտոս, Լիբանան ու Հորդանան։ Այսինքն ակնհայտ նշվեց, որ ինչ անում եք այս տեղերը չեք անելու։ Դրանք այսինքն ստեղ Միացյալ Նահանգները խոսքը ասել արդեն այդ ստրուկտուրայի զարգացման թե ոնց կզարգանա։ Էմիրությունները դիտում են, իրանք տեսնում են իրենց կենսունությունը տատժամ ապահովելու համար ավելի շատ կապված Իսրայել Հնդկաստան առանցքի հետ։ Աբրահամյան ակորդների համաձայն չասենք տենց Աբրահամյան միայն, բայց այդ շատ կարևոր է, որտեղ այստեղ հասկանալի են իրենց համար խաղի կանոնները եւ նաեւ ի համեմատություն մյուս երկրների ծոցի եւ տարածաշրջանի էմիրությունները բավական շատ ներդրումներ արել են հասարակությունը փոխելու եւ երկիրը փոխելու համար։ Եվ իրենք օրինակ միացել են, օրես միացան նաև այդ Pax Silicon-ին, որը տեխնոլոգիական համագործակցության տիրույթ է Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Իսրայելի, որ հիմնական առանցքը իմաստն է, որ ապահովել արհեստական բանականության հետ կապված տեխնոլոգիական ամբողջ շղթան հումքից, չիպերից եւ այլից, այսինքն տեխնոլոգիական ինչ-որ մի ուրիշ հարցության մեջ են։ Եվ սա բարդություն է ստեղծում։ Չնայած եթե նայեք էմիրությունները մեծ փաթեթներ ունի ներդրումային բանում, Պակիստանում նավանգիստները բավականին լուրջ մի քանի միլիարդի հասնում, Թուրքիայում ունեն բավականին լուրջ ներդրումներ, բայց ունեն նաև այդ շահեր։ Բայց Սոմալիի դեպքը ցույց է տալիս, որ կարող է օգտագործել, բայց իրավիճակը ստեղծում է, թե դա անվտանգությունը դրանց ապահովված չի, կարող են հաշվի չնստել քո հետ։ Շատ լավ, պարոն Քոչարյան, քանի որ այս թեման հիշատակեցիք սաուդական եւ պակիստանյան այս պաշտպանական համագործակցությունը, շատերի համար բարձ չէ, թե սաուդիների համար ինչին է պետք գնալ Պակիստանի հետ նման պաշտպանության ընկել, որովհետեւ կարծեմ ըստ համաձայնության, եթե պատերազմ լինի, կողմերից մեկի դեմ, մյուսը պարտավոր է մասնակցել, այն էլ Պակիստանի հետ, որը գիտենք ակտիվ Հնդկաստանի հետ կոնֆլիկտի մեջ է։
Չնդեղ Իսրայելից ունեն վախեր թե ինչպես։ Իսրայելն է հիմնական, այսինքն այստեղ խնդիրը Պակիստանը ունի միջուկային զենք։ Այո։ Սա որոշիչը ունի բավականին զարգացած ռազմական արդյունաբերություն, ինքնաթիռներ եւ այլ տեսանք, որոնք բավական մեծ քանակությամբ նաեւ սաուդական կողմն է գնում։ Բայց առնում է Իսրայելից պաշտպանվելու դիմադրելու համար։ Նաեւ դրա համար, որովհետեւ տարածաշրջանում ասում Իսրայելը շատ ագրեսիվ եւ կոպիտ քաղաքականություն իրականացում, ինչը մտահոգում է այս մյուս խաղացողներին։ Իսկ ինչու նա չի միանում Աբրահամյան ակորդներին այդ դեպքում։ Որտեւ ըստեղ շատ այլ հանգամանքներ կան կապված փողոցի հետ, արաբական փողոցի, այսինքն Գազայի խնդիրը կար, եթե Գազայի խնդիրը չլներ Համասի ամբողջ պատմությունը, կարող է հնարավոր էր խոսել այս ամենը, բայց Էմիրությունները կարծես թե հետո Էմիրությունները այլ խնդիր ունեն։ Իրանց հասարակությունը այլ տեսակ է, այլ պատրաստված հասարակություն։ Տարբեր երկրներ են։ Տարբեր երկրներ են, շահերը լրիվ ամբողջությամբ տարբեր են տարածաշրջան։ Սաուդական միջավայրը այլ են, այսինքն եթե նայում եք Թագաժառանգի բարեփոխումները վերջին մի քանի տարվա մասին է խոսքը։ Դրանց արագ չի փոխվում հասարակությունը, իսկ այն ինչ որ կատարվում էր Գազայում, դա պատկասեք ոչ արաբների համար ինչքան ցավալի էր եւ ինչքան բողոքներ եղան, իսկ արաբական երկրներում փողոցը ոնց է դրան արձագանքում։ Այսինքն եթե չլներ այդ ամենը հնարավոր էր խոսել, բայց արդեն կա այս իրավիճակը, ակնհայտ է, որ այդ համագործակցությունը Միացյալ Նահանգները շատ փորձեցին։ Չի ստացվում, դա համար Սաուդյան կողմը դիրքավորվում, փորձում է այսինքն իր շահերն այնց կառուցել, որ հնարավորության դեպքում հնարավոր լինի պայքարել այդ վտանգի դեմ։ Եվ վերջում վերադառնալով Սիրիայում եւ ինչից նաեւ սկսեց Հալեբ քաղաքից, այստեղ նաեւ մեր մտահոգությունները նույնպես ուղղված էին հայ համայնքին, որտեղ բավական ուժեղ կռիվներ էին, հա։ Վերջին տվյալներով ինչ ունենք, ինչ տվյալներ կան եւ որքանով է ընդհանրապես հայ համայնքի գուցե ենթակառուցվածքները դուժել կամ ինչ իրավիճակ։ Ես տվյալներ չունեմ շատ հստակ, որտեղ դրան չեմ հետևել այն ենթակառուցվածքներին կամ նրան, բայց ամենապես հարևանությամբ էին տեղ ունենում այդ դեպքերը եւ սա կախված թե ինչ վերջնական այն տեսքը ինչը որ կստանա Սիրիան տեղա կախված թե ինչ տեսակի կառավարում կլինի, փոքրամասնությունների հարցումից կլինի, այս ընդհանուր այդ կոնտեքստում է լուծվելու, այս պատմությամբ ավել բան չունեմ, տենց յուրահատուկ ինֆորմացիա կապված համայնքի հետ։ Բոլորը սպասողական վիճակում են։ Չէ, փոխվում է իրավիճակը, բայց այսինքն միանշանակ չի կան մարդիկ կան, որոնք սպասում են փոփոխության եւ հույս են կապում դրա հետ, մարդիկ էլ արդեն հոգնել են այս ամբողջ վիճակից։ Ինչու սովորաբար նորմալ շատ բան իրավիճակ է պատերազմական կամ ճգնաժամով անցած երկրի համար։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Արաբագետ Երևանի Պետական Համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։